քիչ առաջ մի հատ հրաշալի երևույթի ականատես եղա։ Ուրեմն Կոմիտաս փողոցը տենց խցանվել է, որտեղ զուգահեռներից մեկում ծառեր են գտնում։ Կանգառում կանգնած, կանգառից քիչ վերև կանգնած մի աղջիկ տեսնեիք ինչ ճախրանքի մեջ էր իրան զգում։ Երևի տենց 25-30-ին մոտ, որ ասում շատ գեղեցիկ չէ, բայց այդ կապ չունի, ճախրելու մասին է, վիճակի մասին է։ Հեռախոսով էր խոսում, երևի բարձրաձայնով կամ վիդեով չգիտեմ, բայց ճախրանքն է եկել մարդու։ Այդ կին տղամարդ խաղը հեռախոսով ոնց է երևում։ Ուրեմն մի ոտքը դրված է բանին, գետնին, մյուս ոտքը ծաղկամանի։ Հետո հրաշալին ինչ է, մարմնի խաղը, հա, մի ոտը գետներ, մեկը ծաղկամանի վրա, տենց մի քիչ շատ էրոտիկ դիրք էր, ու ինքը ընդհանրապես կողքերը չի նայում, ու դեմքի խաղը, միմիկաները, մի ֆանտաստիկ երևույթ էր այդ պահը, շատ սիրուն էր, այդ վիճակը բոլորին մաղթում եմ տենց վիճակներ, այս անգամ էլի եղավ երևույթի մասին, այսինքն մենք սովորաբար մարդկանց որակական հատկանիշների, դրսևորումների մասին ենք խոսում, այս անգամ այս հրաշալի բանի մասին եղավ մեր հանդիպումը, մաղթում եմ, որ բոլորը տենց զանգեր ստանան, ուրախ լինեն, այդ ասեք ինչ տրամադրություն է փոխանցել, չնայած որ լավ է սկսվել, ամեն ինչ ընտիր է, ես էլ տենց թեթևտոմային վիճակում եմ, հատուկ տեխնիկաներ եմ մշակում, շատ հետաքրքիր բաների եմ հանդիպել, այդ արդեն միստիկ բանում այդ ոնց է կոչվում, պլեյլիստում իրա մասին կխոսանք, միստիկը սովորերս կբացվի։ Հա, իդեպ, ովքեր որ ուզում են առողջության, երջանկության, երիտասարդության կողմ քայլեր անել եւ սպա միջոցառումների գործունեություն թեթևացնել, մի սպա միջոցառման գնով մի քանի հատ հանդիպում ստանալ ցիկունային քմբային, հա, կարող են գրել արդեն կամ WhatsApp-ով կամ չգիտեմ ինչ։ Ես Արմենն եմ, մեդիտացիաների, ցիկունի, նաև ֆիզիոթերապիայի մասնագետ, շնչառական վարժությունների մասնագետ, ունեմ տարիների փորձ, 15 տարեկանից ուսումնասիրում եմ արևելյան բժշկությունն ու փիլիսոփայությունը եւ բարձրում բոլոր տրամաբանական կառույցները իրանք բավականին կեղծ են։